Մաշե ջան, մեր հարսանիքը շատ լավ անցավ։ Շատ լավ հարսանիք էր Ֆեդիա ջան, մեր երեխեք մեզ անակել կալմատուցեցին, չէի պատկերացնում, որ 50 տարի անց ցույցեր կմպռնած գալու է մեր հարսանիքին։ Իմ երեխեքի հետ լավ բարեցին, օգնեցին, հիմա էլ էստեղ եկել եմ Գանգստանը։ 50 տարուի հետո նոր մեղրամիս ենք անում, շատ հաճելի է, շատ լավ է։ Ու տաստված որ հաճախակի էստեղ գալը կրկնվի։ Ես 70 տարեկան, դու 75, ճիշտ է տարիք ասելով մեծ ենք, բայց հոգով ջահել ենք։ Եթե ողջ մնացի մի 5 տարի հետո էլ զմրուխտի հարսանիքը կանենք, նրանից հետո կմտածենք ինչքան կապրենք, չենք կապրի։ Աստված։ Տիկնիկ ջան, ամրից, դու իմ տիկնիկն ես, ծևիկ մնաս, քեզ էլ մացալ ինչ է, մի քանի տարի պանում է, 30-40 տարի իմալել է, յոլակ է թաղել է։ Այսքան դիմացել ես, ազին ջան, մեր քիչ էլ դիմացի։ Դիմանան իմ երեխեք ջան, ես էստրանք ացել եմ փախցելու, վայ տիկնիկին, փախցուցելու։ Որտեղ քուրնա դուս եկավ ուր խալաթով ընդրան իմ պար, նոր տանենք չստացված։ Եսի փախա մտավորաստուն։ Նույն գյուղում ենք ապրել, բայց փոքր ժամանակ դե ինքը 5 տարի ինձնից փոքր է, ես արդեն ավարտել եմ, համարյա բանակ եմ ավարտել, նոր ինքը ավարտել է։ Գիրու գրականությունը կսիրի, չգիտեմ ինչի։ Հայ ժողովրդի պատմություններ, ամեն շատ եմ կարդացել։ Գյուղի երեխա ես էցի ուզեմ եթամ քաղաք սովրի մարդ դառնամ, թե չէ սաղորե տողամասի մեջ ինչ պետք է ինենք։ Չստացված, գնացի այնտեղ պատմության ֆակուլտետ տվեցի, շատ լավ էր ամեն ինչ, բալերս չբավարարեց, ինձ ուղարկեցին Կիրովական։ Ես իմ պապան էլ դե թվերուն, հեսա 50 տարի առաջ, ազիս գյուղական պայմաններում սայս չէ, ես աղջիկ չունիմ մի տեղեր ուղարկելու։ Արի տուն, Երևան էլ ես մարդն չսա տրավմարդ երկու ուղարկել։ Աշխույժ սիրուն աղջիկ էր, վազվզան, սիրա հարվել եմ ավելի շուտ, ուրեմն մեր մեծերն ասում են, ջահել տղեկի աչքերին փառք է, այդ բանը էլի, լավ չի տենում, մի որ հավանում ես, քո աչքին արդեն այդ մարդը գեղեցկուի է, չկնաղ է, շատ լավն է։ Հիմա երևի մոտ էլ այդ ձևի է ստացվել, բայց ոչինչ, ինքը այդքան կեշկին չէ, գեշ աղջիկ չի, սիրուն աղջիկ էր։ Մեր գյուղի տակն շատ ամառ լիքն։ Լրիվ ես սրախ համար, կուքինք մեն ես էլ ասեն ձեզ էվի մարդ պետք է, ես այդ տաղին չարում, ես համեստ աղջիկ եմ, պետք իմ կողն է, հատին։ Բայց ինքնս ես չէ, ես ով որ ես ուզեմ ունձի ջուզա։ Շրջապատի հետ միացան ու սկսեցին փախցնելու փորձերին էլ։ Սիրուն երիտասարդ էր, ամեն ձևի, խելոք, ամեն ինչն էլ խասներ ու շատ լավ երկով գրավեր աղջիկներում։ Դա չէ ինձ որտե՞ղ է տեսել որ սիրա արվեր էտի կամ ինչ ցենա լսե։ Հա, ասենք ծորերում միտեղ երկել եմ։ Էտի որտե՞ղից է լսել։ Մի անգամ էլ վարդեվար էր, մեր ծորում շատ հետաքրքիր վարդեվար էր։ Ես իմ մեր քավորի աղջիկն Սիրուժ ջան, իթան կծարն ինքան հետաքրքիր է։ Անց տարան էտա դիտման փորետեղ Ֆեդյանա գերկա։ ու մենք ացին կայնանք հետեղ, ես բան ջուզ եմ էլի, ինքն տենա, օրյասուր ինք տենա, մեկ էլ էտի երքա, սիրուն է իմ յարը, համեստ է իմ յարը, նման է անմեղ եղնիկի, ուզում եմ միշտ փախչել, բայց նա չի կարող իմ ձեռքից փախչել։ Այդտենց ինքն երքա, ետրա խամրակսեմ, բսա երքա։ Դա ջահել ժամանակ քիչ էլի, ես անսամբլի մենակատար չեմ եղել, բայց ամենայն դեպս ոչինչ։ Հիմա ես տարիքոր երգա լսից, բայն ջահել վախմոտ պետք է եղել, շատ լավ է երգում։ Ես իմ պապանս այս թե 1000 ջուզող։ Ես դրանք իմ ծանոթ մարդիկն են, ես քեզի կամուսնացում։ Մի անգամ հարևան գյուղից ինձ ուզելու է եկած, ես տեղյակ չեմ եղել։ Հարևանները նստրա ընկերնին էլի, ամեն ժամանակ տեղյակ էր պախին, թե ես ինչ մարդ կնած, ես ինչ մարդ եկավ արդեն, ես ամեն ինչի տեղյակ է։ Խանդի տեսակներ կար, ուրիշները խանդում էին ուրիշ ձևի, ես ուրիշ ձևի էի խանդում, նայում էին վատ բան էի մտածում, վերջը տենց ուզում եմ ասեմ, որ ես այդքան էլ աջոմար չեմ եղել։ Դրսից մարդ է եկած, դե գյուղացի գիտեն, ռիշեն են կան, ես սրան գիտեն ով պետք է մեր տուրպացա,
Էդի հարևան գյուղից էր։ Ինքն այդ մարդու հետ խոսա, ցույց չի տա որ ինքն Ֆեդյանա։ 20 մկայեցրա ուզող տղեն որ էստեղն եղեր Ֆեդյան։ Ձեզ էստեղ վերցեր ու քսեր կամուր։ Վայ տղա ջան քու ցավը տանամ այդ բան մերա։ Ֆեդյայինսա ուր սիրազնա ուրի խալալ եղի։ Ու տենտ այդ մարդն իմ ճամփեն փագած, ելով ռիսկեն երկերոր։ 21 Վոլգա էր, տրանստնից դուրս գալուց կամարուջի վրա կայնացրինք։ Ասի այդ տղեն ստեչի, թե չէ իմ ավտոն շուր կտար, ասի լը վերցեք ավտոն։ Կողքից վերցել ենք, որ կամուրջի շուր տանք էդի մեջ։ Այդ դրան գոռացին կենիկ մենիկ կային ավտոյի մեջ, թե խնդրում ենք թողեցինք են գնալն որ գնում են, էլ այդ գալ չկար։ Այդ հաղով էլ ավտո չեր անցնում երևի։ Անցում փարք, այդքան ուժը ստեղներ, կարող էի։ Ինքն տակարունա շուտակ բռնակ մե հանգարց մեկն ճամփով քելեր բարձր խոսեր գելեր ծրարես ստով ես մեր տրնով գանցուց այդքան բարձր խոսած։ Սիրանուշի ուզողներին ամեն մեկին իր ճանապարհը ուղարկել եմ, ու գնացե այդ չեն եկե։ Ուզել եմ տնողներիս համաձայնությամբ զորով ուզել եմ։ Չէին տալիս, կարող ուրիշ մուշտարի ունեին։ Մի ես կարողացա անցնեմ։ Թույլ մարդը չի պայքարի, թույլ մարդը չէ, լավ է, պայքարել եմ, ասել եմ իմ ուզածին։ Մեզի պսակադրություն չի եղել։ Իմ կեսրարը հիվանդ էր Երևան, ծնողներով պայմանավորված, բայց ես անտեղյակ եմ, որ պետք է դիտանեն, տենց ադատ կար առիթում։ Հարցներին տանում էին քաղաք շորառնելու, բերում էին իրաստուն։ Պայմանավորվել էին, որ ընձի բերեն, ես տենց գիտեմ։ Դու մի ասա ծնողներով պայմանավորված, որ այդ հանքիմ կեսրարին տենանք, մենզի շորառին, մեր շապատին դեղ մանկանք ու բերած իրանց տուն արյատու հավաքույթին են, հարսանիք չի եղել։ Ես նկարան իշում ես ոնց այն նկարվե։ Մեր երեխեք որ տենան գիտեն, մենք ամուսնացել ենք, ես էլ իմ պստակն այն գլխին։ Բա ինչ էր։ Դե լսի ես պատմեմ, դու մոռացիր ես։ Գնացինք Երևան, շոր առնելու պատրվակով, այնտեղն մի շաբաթ մնացինք, մանեկանք, երեխեք սկսեցին այստեղ ֆոտո կագոնի, արեքեթանք մի հատ նկարվեք։ Իշատակա էլի թող մնա։ Այդ ֆոտոյի տեղն համ փեսացուի շոր կար, համ էլ հարսնացուի։ Հականք երկուսով նկարվեցինք, որպես իշատակ մեր ամուսնության օրվա համար։ Դե ասա, դու ինչ եմ, որ քո կոշիկներ սև։ Էս իմ կոշիկներն են։ Էս իմ կոշիկներով է։ Ես էս կոշիկներով եկերի, բայց այն մարդիկը սպիտակ կոշիկ չունին։ Էս էլ այդ մեր ամուսնության ստնական շրջանն է, ամիսներն է։ Մեր գյուղն ֆոտո կարգեցին, գյուղն կնկարվին։ Էս էլ նույնն է, նույն տեղն ենք նկարվել։ Էս էլ էլի նույն տեղն է, էս էլ իմ քուրն ու իմ աղբիրն են մեր հետն։ Ես էլ իմ Արսենը նոր էր ծնվել, թազա նկարվան, իսկ ես մյուսն, ես իմ տեքոր կնգա ամուսնության 10-ամյակներ, ես փոքր երեխենի մեծ տղին է, իմ ուսիկն է, որ հիմա մեր հետն չի։ Ես էլ մեր սարն ենք, Վարդեվոզ նոր կնացինք, սարն մատաղարեցինք, ադատ էր, կար էր մատաղկինին, կար տարանք, ենտեղ մատաղերեցինք, Ես էլ իմ երեխեք փոքրին, դպրոցականին, կեթին դպրած մամաջանարի մի հարնակարվինք իրար հետ, մեր հայաթն, մեր լուսամուտի տակ ընկային իրենք, նկարվիրենք։ Ամուսնությունից հետո ես ուրին սիրել եմ, ես սիր չեմ ունիցել։ Թեկուզ մեջան, որ ուշանում էր, ես արդեն դռնից լուսամուտից նայիքսի ուր գնաց Ֆեդյան, և պտիկա, նայտին։ Ու էցևի մենք սիրել ենք իրար։ Ընտանիք են կազմել շատ լավ, շատ սիրով։ Ու այսօր չեմ փոշմանել, շատ լավ բալիկներ ունեմ, թորնիկներ։ Հարսանիք չի եղել։ Դրա համար ես երեխեքն բա մամա դու ո՞նց ես ամուսնացած, քիչ պատմես, ես շատ գիտեմ մետրանքին ծրագիր ունին, ասեցի Ազի ջան, ընդ հարսանիք չի եղել, ես դեր պապին հիվանդ եղա, ես եղել ոնց որ դեզի ասեցին։ Ու վերջում մի ասա արդեն մետրանք ուրանց քարծում բռնած։ Մեր ոսկե հարսանի բանից համտեղյակ, ոչ մի բան չգիտենք։
Իմ երեխեք, իմ երկու տեքար երեխեքներ, իմ տալերն, Ֆեդիայի քուրերն, ամեն ինչ են կազմակերպած, այդպես պատահական եկավ, ես իմ աղջիկն ու փեսեն, մամա, պապա, պատրաստվեք, այդ հանգ մի կտոր հաց ուտենք, այդպես գացինք, մենք մեքենայից իջանք, չգիտենք ինչա, մեկ էլ որ մի քանի մետր առաջանք, տեսանք, մեզ ինչքան հեռու մոտիկ բարեկամ կար այդտեղից, մեր դրսի բոլոր երեխեք, իմ տեքոր երեխեքներ, աղջիկներ, տղեկներ, այնքան ուզվել ու պահեր, ես հլա մինչև հիմա չդզվիրեմ։ Այսօր 50 տարվա հարսանիք ենք արել, որ ազվագույթ երևույթ է երևի։ Լավ է, շատ լավ է, ասում փառք։ Երեխեքն թե մամա ամեն օր կանգատ երկեներ, թե էտե չամ ուսնացա իմ խետ խապե պերանձի, հիմա կո ես։ Ասեց խաբրիկ, երեխեք ջան, շատ եմ շնորհակալ, Աստված ձեզի կյանք տա, ինչ պակս ցույցեր եք, Աստված յոթ ենքան լցա աշխարհ խախանդեղի, դուք աշխատիկ աբրիկ, մերն ես ձեզին։ Շատ լավ ընտանիք ունեմ, սիրո պտուղներ եմ բոլորը, 10 հատ թոռուն եմ, 10 հատ աշխարհ արժեն։ Երեխեքը շատ լավն են, հարգանքով պատվով, լավ ընտանիք են, շատ լավ ընտանիք են։ Ասուցել, բնությունից էլ, բոլորից էլ շնորհակալ եմ, որ սիրով, հարգանքով լավ ընտանիք ունեմ։ Չիմացանք էլ Ազի ջան, թե ինչպես անցավ 50 տարին, ով կմտածեր, որ պետք է ոսկե հարսանիք եղեր, ես մեր պարպարովս եմ ու միշտ կսեմ ու իմ երեխեքն կսեն, մամա ջան, տեսար որ քու ծխուկ ծվրուկ նավարը մենեկան։ Ես իմ երեխեքին կսեմ, Հիսուս ջան, պանչունի մսելու, մերրեմ ես քո արարիչ ջանին, դու ամեն ինչ կրնասին ես։ Իմ երեխեքը մեն ծխուկ ծվրուկ են աշխարհով մեկ առօր պախես, սաղջան պախես։ Էդի իմ ամենօրյա աղոթքն է, ես սաղոր իմ երեխեքի համար մամա գվարեմ, իմ երեխեք մենակ իմ չի, իմ տեքեր, իմ տալի, էդ իմ կեսրարի բերի համար, Ազի ջան, այդրանք սաղն էլ գիտեն։ Ֆեդիա ջան, հիշում ես, մենք էլի ինչ այր ժամանակ այստեղ շատ ենք մոնիկ է, այն ջրվեժի մոտով որ անցիրենք, այնտեղ նկարվիրենք, ու դունձի խոսք տվեցիր իսկականից։ Մեր գյուղից մի հատ մարդու կնիկ բարձրացան մեր տեմն։ Ես ասեցի Ֆեդիա, ես ովքեր են դու ասեցիր, դե ասա ովքեր էին այդ մարդը։ Կեսոյ բալոդ նուր կնիկ։ Աբրիս։ Եկածին հանգստանալ։ Խա, ասեցիր Տիկնիկ ջան, մի անհանգստացի, մենք էլ որ մեծանանք, մեծ վաղ ես քզիկ բերեմ այստեղ, մենք գանգստանանք, այնտեղ տակ ջուրն, ասենց բաղբաղկալու բանցերն է։ Էդի ես շատ լավ այդ պահին գիշեմ։ Հիմա Ազի ջան, ես քեզնի շատ շնորհակալ եմ։ Աբրիս։ Աստված քո բալիկ պահա։ Որ ես կտանեմ բալտիկցով խալաթով լոկնաս։ Չբերեմ ջերմուկ։ 100%։ Բայց ես կանգատ իրեմ դվերցախը մենք մեր ջահելության կենաց։ 50 տարի երկ է նոր սկսել, սկսածին երկ է, դե յոք պարնջիլ երկ է։ Ես իրեմ ծերներդ միտ մալիվը հանգիս, մկա ես մենել տենանոր դու զանգակ ես։ Ենի որ… Բա, 50 տարին չոք ես դուրս, սև մազերս լծվեց բյուրս, ըսա շարունակություն է։ Մենացող լավը բոլա։ Չէ, պարերով ըսա, 50 տարին չոք ես դուրս, սև մազերը լծվեց բյուրս, մկավա երիտասարդություն չգիտեն, ուրանք լրիվ կամպյուտերի տար են, մտուք հեռախոսներու մեջ, կամպյուտերներու մեջ, իսկ մենք կարդանք ու կարդանք են վաղ։ Դու լավ կնիկ ես։ Ես։ Ապսաս ճոչ ծար, թե չէ։ Ես եղկետ ինք վրալու։ Մենք շատ ենք մանկալու գնացել, այստեղ շատ ենք եկել, Հայաստանում ինչքան տեսարժան վայրեր եք, հացիր ենք, շատ տեղեր, Գառնի, Գեղարդ, Նորավանք, շատ ինքն կսիր է եթևի պաներ, ընտանիքով գնացիր ենք։ Ես վերջում Ռուսաստան գնացինք, Լենինգրադ, Լատվա, Լիտվա, Էստոնիա, գյուղի կնիկին չի տեսա այդրանից
շատ հետաքրքիր էր իմ համար։ Այդ հանգլերին գրատեսին ջամին կամուրջան պատվող փակվող կամուրջան նավն պտիկա։ Հետո նստիր ենք այդ բանը նստարաներում ու այնց բանը ասենց չոք էս քիշերա թե ցերիկ։ Կասպիստովն գնացինք, դե ես լայդ կուպալնիկով աղջիկ մաղջիկ չտեսերի, գյուղենով էր այդ մալպաներ ես, բայց ես ձերազի զտաղեն, Ֆեդիա լատիտ ինչ ասած, դու ես չտես այկնք։ Լանստի տենամ, ծանգարանային օրինակն եմ ուշ։ Տենաս ինչ խելոք տղայա, լավ էր գիտակ լրացում։ Չարող մաշիկ տերեղ։ Գործից կխաս կնաս, ես չգիտեմ։ Պապին ծիրա հարախաջ բարի ինքն գործի տեղն է, լսենց տանային դեղ գլուտակ բիրը։ Սուլթան աղա։ Դու քո խաջ բարը լրացու ազիջա, ես էլի մեռախոսով զբաղվում, կեղի խոչնեղին է։ Գիշերն են երախոսով կզբաղվին ես վաղ, երախոսով։ Լավ, բա ինչ եմ նստիմ նայեմ քեզի, դու քո գործիների ես էլի։ Ես առանց հետ էլ, հենց երախոս կբացեմ դու ես, սա։ Բայք, ինչ հաջողոց։ Լավ բրծա։ Ես դպրոցում լավ չեմ սովորել, միջակից երևի ավելի ցածր, բայց դպրոցից հետո, բանակից հետո շատ եմ կարդացել։ Հեռախոսում բան չունի իստեղ։ Բան չկա, կապ չկա, առանց կապ, խոսամ մինչև կապն կա։ Այդ երախոս խոչ տվերեմ, քեզի որ սաղոր մտիս մեջ հետո։ Էլ էստեղին չկա, եթե կապ չկա, բայց խոսալ կա, բայց բան կա։ Ես կինոներու սիրահար եմ, սերիալներ եմ։ Հիմա էլ անցյալ տարի պապին իմ ծնունդին հեռախոս առը, մտերեմ հեռախոսի մեջ, էլ կինո էլ չնայեմ։ Հայես էլ եմ ազից, պապին է ձևի նվերանելու համար լավ է։ Իմ 30-ամյակին ընձի ես մատանին առավ, ես կարմիր քարով, ես այն վաղտ ուժեղ մոդայր։ Իսկ 70-ամյակին, մարտի 25-ին էլ իմ 70-ամյակն է լրացած, մի հատ մեծ մատանի առը։ Ասել պահել եմ պիտամին թորնիկին, են ինչին է պետք։ Հա, տենց բանի հետ ոչինչ լավ եմ։ Մի վաղտ էլ դև ընտանիքը փոքր էր, իմ հնարավորությունները լավ էին։ Հիմա մի քիչ դժվարացել է, ընտանիքը մեծացել է։ Ես շատախոս եմ, գիտես ինչ, պահանջեմ, խոսամ, խարծում, բայց ինքն խաչ, ինքն չխոսա։ Որ կեթայիմ քուրաշտներ կամ մեկի տուն կսեմ աղջի ջան, որ կեթաս մեկի չել թողես են մարդիկ խոսան։ Չխոսա։ Միզի զանգակ բամբակ չկա ազիզ։ Ես եմ, չի։ Ես բամբակն եմ։ Հա, ես բամբակն եմ։ Մի ինքը զանգուլակա, զանգակա ես չգիտեմ։ Պապին որ ջղայնա ես սկիցեն չինեմ։ Հասկացա, հենց կզգամ որ պապին ջղայնանա ինքն տակարունա, բռնկվողա, հենց կզգամ պապ լավ դես։ Ինչա պապին անգստանա, հոպ։ Երկարանալ չկա, ես մալա, չէ, ես մալա, լավ, հոպ, ես մալա, վերջ։ Ես զանգակ չկա, մենք իրար խաս կնենք, ազի, զանգակ բամբակ չկա։ Հիմա եկերանք հանգստանալու պապին անձի տիրություն կենա, ճնշում ունենք, հենց որ ճնշում ենք բարձրանա, չէ, արդեն ուժեղ աղմուկա, ականջներուց մեջ լավ չլսին։ Ես ոչ չեմ կարա բացարձակ ասեմ, հա, օգատար եմ, բայց դե այտենց բան չի եղել, որ ասենք իրանք ուզեն կամ երեխեք ուզեն, ես էդի չհասցնեմ։ Իսկ բրծավել չկա։ Օգատար եմ, բայց դե չեմ գոռում ասում, բայ, գիտես ինչ, արի քեզի մեռիմ, չէ, լավ։ Նորմալ է, լավ է, ոչինչ։ Ես էլ օգատար եմ, ինքը երևի ավելի շատ։ Ծաղին էլ ուշադիր եմ, մենակուրին չեն, մեր երեխեքին էլ դրծից գալողին էլ ամեն ձևի կընտունեմ։ Ինքն տղամարդ է դրսի, դե իրա քորձն չէ, ինքն բերը։ Դեռ գիտես, ուրիշ բերես։ Բայց ինչա կլոկով ասկսես ես դիրությունակին եմ բան։ Այնմար դու տեղս ես կեթամ բան բերեմ լուծի տեղ։ Հիմա պետի տեղն էլ բերես։ Ջուրն էլ ինա ին տեղնա, բեր ես տեղն խանում, դարագն պարդ։ Վա, ես է։ Է տեղն։ Ռազիչ ջան, տեխնիկ, բերերեմ խմես լավնս, տարիքը խրպոտացնում է մարդի, տարիքը կզացնում է, տարիքը ինչ վատ բան կա անում է։ Այսօր մեր այս տարիքն է, մեղրամիս ենք անցկացնում, իրար թևից բռնած ենք փիլականը ելնում իշնում։
Մեր վաղտավաղ ասում էինք ծերությունը մահից վատ է։ Երնե կյանքում դժոխ լիներ, բայց ծերություն չլիներ։ Փոփոխություն կզգաս Ազիզ ջան։ Ինչի փոփոխություն։ Գլխապտույտի։ Արդեն լավ գեր։ Ինչ է մկա, հսա։ Մկա մի հատ իմ համար երկա։ Որ տրամադրությունս բանցերն է, ասում դի լավը զգամ գլավնամ։ Գերկա տենան իմ համար ինչ երկես։ Ուրեմն ննդիչ սիրես սուտը կսես։ Ես ինչ պայծառ առավոտ է։ Ապրիս։ Երկին գետին կարևոտ է։ Ախ իմ սիրտը շատ յարոտ է, սիրած յարի շատ կարոտ է։ Աստված պախա քոխոր կարներ, քու կարներ։ Քոխոր կարներ, որ ճոճինան եղնող չա։ Այո։ Այ մարդիկ գյուղական բարբար ովակցեն։ Երեխեքի մասին է խոսքը։ Շնորհակալություն, լավ։ Բարով եկար Ումու ջան։ Ախր Ումուտն քյավարցին իշունակ, սա Ումու ջան։ Բայց մենք քյավարցի չենք, մենք վարդենիկից ենք, Ումուտն ամենաազի ջան ու ջիգերն է։ Ջան։ Ես էի ջիգի։ Դսովրի։ Ամուսինները կյանքի երկար ճանապարհ են անցել, ուրախ ու տխուր բազմաթիվ օրեր անցկացրել։ Տարիներ առաջ, երբ թվում էր, թե արդեն ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար, պատահեց զարհուրելին, զավակ կորցրին։ Կյանքը կարծես կանգ առավ նրանց համար, բայց այս անտանելի ցավը կարողացան միասին ուսուսի տված հաղթահարել ու ապրել հանուն իրենց զավակների ու թոռնիկների։ Իմ տղեն շատ սիրուն, փմփու, սիրուն, մեռի միասետրա սիրուն ջանի։ Այն վաղտ գյուղից լրիվ խոպաներ կեթին Ազիզ ջան, 2010 թվին այդ տարին անեն շոկ համար էր եղել ու շատ մարդիկ, ով որ չաղ էր եղել, ճնշմարտ պրոբլեմեր ունեցել, շատ վատ դեպքեր եղել, որից մեկն իմ տղեն է եղել։ Ինքը 34 տարեկան էր, արդեն փոքր երեխան ծնվել էր։ 7 ամսական էր դեպքի վաղտ, ես իմ ծոցի մեջ պահիր եմ։ Օրորեր եմ, իմ արցունքով մեծացուցեր եմ։ 2-3 ամիս առաջ ամեն ինչ կտակեցին փոքրին, իմ աշոտին։ Ասենք ասում են ժամանակ կա, տարիք կա, կանցնի, կմոռացվի, էդի անմոռանալի վիշտը, որ էդի սրտի մեջ մնում է հավերժ մինչև ես մանամ իմ հետ տանեմ գերեզման։ Ֆեդիա պապն ու Սիրուշտատը կես դարից ավելի է միասին են, միասին ճերմակեցին, տարիքն առան, աննկատ կնճիռներ հայտնվեցին, բայց աչքերի երիտասարդական փայլը չփոխվեց, մնաց։ Ջուր խմես։ Բայց չխմեմ։ Ես սակ ջուրն չէ։ Դե խմա։ Այս խմա լավ բան է։ Հա։ Կարող է խաղացորում դիչուտ բրծից։ Չէ, վերջի անգամ խմա։ Բայց համն լավ չէր։ Մեր խոսքն իրար համար օրինք է եղել։ Ես իրեն Ֆեդիա ջան, ես ինչ բանես մալ կարամ, իդ համկամ բերեմ, սա հարց չկա, որ չէ, միասին կեթանք։ Մենք յուղացի ենք, մենք հիմիկվա սերուն տնչը որ լավ չեն ու կբաժանվին, չէ։ Մեր մոտը նամուս կա, զոհաբեր ենք մեր ամին ինչն։ Էդի գյուղի պայմաններն է։ Այստեղ չէ, այստեղ մի ամիս չամուզնացած բաժանվին կա։ Հիմա էլ եղած 30-40 տարեկան վաշտեղենական մուսանա, բայց իմ 20 տարին ուրանց տունը լռացել։ Փառք ասու, ես շնորհակալ եմ Աստված կյանք տա բոլորիդ, իմ Ֆեդիային, ուր բալեկներու հետ ընձի ամեն ձևի պախած է, ես չկարամ դժգոհություն հայտնեմ, չէ։ Խմա, իմ մաքուր ձեռներուց խմա։ Բեր երսիներ տելևա մի հատ։ Ես ուրին շատ ակսիր եմ, ինքն չարտահայտվի կզգամ էլի։ Ես, ինչի ինքը, ես եմ ավելի շատ սիրում։ Ֆեդիա, մրսա արի, արի նստի մոտոս ընձի տակցում։ Արի մեր ռայսի սուրտա։ Մենք իրար բացն գլրացունք, դու իմ հետ, ես էլ քուխ հետ։ Երկսով կեղինք մեկ միասնություն։ Ավրես, բան չի խանութի աղջիկներ կսեն,
Երենեք մենք էլ քու նման պապի ունենք, չես այդ մալ տատի ունենք։ Տատին տունն է, դուք այդ հասխանութից կբերես, են աղջիկներ տենան, որ առևտուրն դույակին ես։ Իսկ տունը ես պատրաստ եմ, դրանք չտենան ես ինչակին եմ։ Էլի փառք ասում, մեր գործուցածից հետո գոնե էլի մենք մեզնով կրնանք հաբին, փառք ասում։ Իմ մեծ երազանքն այս ռասերն Սիրա հարվկեր աղջիկներին իսկ եմ սերն սովորելն է։ Դե պապի ասան, ճիշտ թողեց իրաս ավարտի լավ մարդ առնի։ Էլի կարը քեզի բայց թողիր այդ սովորի։ Ինչի ո՞ն սովորավ լավ մարդ է։ Բա ինչ, կա։ Ծեվի բան չկա, լավ մարդը իծն է պետք է լավ մարդ եղի, ճոճնա մնա լավ մարդ։ Բայց չէ լավ է, կյաղիկնիկ եմ պինդա։ Ենաս մեշոքը նոր քշելկա բոստանից կբերա կամրանա, մեջն էլ օտներն էլ ամուր են։ Բայց ես ոչ մի բան չեմ իրել, ես մինակ տուն եմ ացել, իմ երեխեքին եմ պախել ու էթող գալով եմ ճամփուտրել, ես շատ եմ շնորհակալ իմ Ֆեդիայից, ես ծանր գար չեմ իրել։ Ես քեզի շատ ակ սիրեմ։ Գիտեմ Ալզի ջան, ես քեզնից էլ շատ ակ սիրեմ։ Օ, այ արդեն դի շատ լավ է, է լավին տեղ կազի։ Ահա։ Հիսունհինգ տարվա ընթացքում Ֆեդիա պապն ու Սիրուշտատը սովորել են միմյանց հասկանալ սիրո լրիվ այլ լեզվով, լռությամբ ու անգամ կես հայացքով։ Սա հեքիաթ է, իրական հեքիաթ կյանքի մասին։ Ֆեդիա, մենք Կոլումբոսն ենք էլ, իրենք շուրջ երկար ճանապարհորդություն։ Կոլումբոսն է ամերիկան հայտնաբեր է։ Ամերիկով Վեսպուչին։ Սազիջան։ Բայց գիտեմ Կոլումբոսն է։ Դե մեկա գտել են։ Մացերա եսա երկու տակ համար մեծ հուրց է մեր հետ էլ գնցում ու կպրծիմ իմ խոքին կազատ է։ Թողը պրծիս լադար ասոր ինձ ականջվից Վայ տեխնիկ ջան, որ դու ողջ մնաս, ես էլ ստիված պետք է մնամ քո հետ, որ քեզ էլ բերեմ ջերվեժներ, կարապները բերեմ ֆրֆրցում։ Այ գիտեն կարապին տեսար, մենք էլ այդ կարապի նման սիրահար ենք։ Ես արդեն 70 տարեկանից ընձեր եմ նոր սիրահար վերեմ, շատ լավ է։ Ֆեդիա ջան, ինչքան մեծանում ենք, այնքան սերը մեծանում են։ Նեղշե ջան, քեզի շատ եմ սիրում։ Են փոքր երեխեք ոնց ակսեն, ես էլ քեզ ամբիկան եմ սիրում։ Գիտես տիկնիկ ջան, էսա սիրուն ծերությունը, որ մենք այսօր անցկացնում ենք։